Նախորդ ամռանը տեղի ունեցավ պարուհի Սոֆի Դևոյան կրտսերի հարսանյաց արարողությունը, որը ամիսներ շարունակ մեդիադաշտի ամենաքննարկված թեման էր։ Այս ամիսների ընթացքում Սոֆի Դևոյանը շատ հաճախ ընտանեկան տարբեր առիթներով ու հրապարակումներով կիսվել է սոցիալական հարթակներում։ Ժամեր առաջ պարուհին նոր լուսանկարով է կիսվել, որտեղ փոքրիկ աղջնակ է։ Հրապարակման կից Սոֆին նաև անկեղծ գրառում է արել, հայտնելով այն մասին, որ հենց այդպիսի դուստր է ուզում ունենալ։ «Վայ, մի հատ սենց աղջիկ ինձ էլի», լուսանկարին կից գրել էր Սոֆի Դևոյանը։ Մեզ մնում է հավելել, որ վերջին օրերի ընթացքում պարուհի Սոֆի Դևոյանն ու նրա ամուսինը գտնվում էին Իտալիայում։ Սոֆին սրտաբուխ հիշողությունների գիրկներ ընկել։ Նրա վերջին հրապարակումներից պարզ է դառնում, որ Սոֆին այդ քաղաքը սիրով է հիշում, քանի որ հենց այդտեղ էլ 2025 թվականին կիմը անակնկալ ամուսնության առաջարկություն է արել իրեն։ Սոֆի Դևոյանը բացի հանգստից լուսանկարներից հրապարակել է նաև 1 տարի առաջ տեղի ունեցած իրադարձային լուսանկարները։ Սոֆին նաև նշել է, որ այդ կարևոր իրադարձությամբ ինքը երբեք չի կիսվել, և միայն ամենամտերիմ մարդիկ են, որ տեղյակ են եղել իր նշանադրության մասին։ Այս տարիների ընթացքում Սոֆի Դևոյան կրտսերը բավական ակտիվ գործունեություն է ծավալել։ Պարուհին նաև մասնակցել է մի քանի հարցազրույցի, որի ընթացքում խոսել է Սոֆի Դևոյանի և մայրիկի Զարուհի Բաբայանի հետ սերունդների երկխոսության ու անձնական կյանքի մասին։ Star News-ը առանձնացրել է այդ հարցազրույցից բացառիկ հարց ու պատասխանները։ Լրագրողի առաջին հարցը պարուհուն հետևյալն էր. «Սոֆի, որքանով նկատել ենք վերջին շրջանում ձեր ողջ ուժերը կենտրոնացրել եք հենց պարարվեստի վրա, կպատմեք այդ մասին»։ Այո, հիմա ամբողջ եռանդս պարարվեստի մեջ եմ դրել։ Սոֆի Դևոյանի «Պարի և հոգու» թատրոնը 1 տասնյակից ավելի մասնաճյուղեր ունի, այդ թվում Մոսկվայում։ Մեր ողջ ուժերը կենտրոնացրել ենք դրանց ուղղությամբ։ Ամեն բան անում ենք, որ նոր ծրագրեր, բեմադրություններ, համերգներ ունենանք, որ երեխաները հնարավորինս շատ շփվեն հայկական արվեստի հետ, և մենք էլ մեր ավանդը ունենանք այդ գործում։ Դուք նաև զբաղվում եք ոճաբանությամբ։ Հիմա դա ինչպե՞ս է արտահայտվում ձեր կենսակերպի վրա։ Այո, ես ունեմ հագուստի իմ բրենդը։ Առհասարակ աշխատում եմ հագնվել այնպես, որ ինքս ինձ կողքից նայեմ ու ասեմ՝ այս անգամ ավելի կրեատիվ և ուրիշ էի։ Փորձում եմ ամեն անգամ նոր ոճերում հանդես գալ, կարծես թե ստացվում է», նշել էր պարուհին։ Սովորել եք Ռուսաստանի թատերական արվեստի բարձրագույն ինստիտուտում։ Ինչ եք կարծում, մոսկովյան ուսանողական կյանքը շատ է տարբերվում երևանյանից։ Իրականում շատ։ Նախ, բավական բարդ է, երբ այնտեղ դու մենակ ես։ Ոչ մի րոպե չես կարողանում թուլանալ, միտքդ հանգիստ թողնել։ Պետք է պատրաստ լինես ցանկացած բնույթի դժվարության, բայց այնպես չէ, որ Երևանում դժվար չէ։ Դուք այն հայտնիներից եք, որոնք ակտիվորեն օգտագործում են համացանցը, դա ձեզ համար ավելի շատ ձեր գործունեությունը ներկայացնելու, թե հայտնիություն ձեռք բերելու համար օգտագործվող հարթակ է։ Երկուսն էլ։ Մենք ապրում ենք 21-րդ դարում, և առանց համացանցի հնարավոր չէ պատկերացնել կյանքը։ Սոցցանցերը բավական հեշտացնում են քո գործունեությունը։ Շատ ավելի արագ դառնում ես լսելի և տեսանելի։ Դրանք քեզ բերում են նաև մեծ հայտնիություն։ Այնպես որ, եթե աշխատանքդ սոցցանցերում անում ես լավ, բնականաբար դրանք հեշտացնում են քո կյանքը։ Դուք կարող եք, ասենք, TikTok-ի համար 30 վայրկյանանոց տեսանյութ ստանալու համար մի քանի ժամ ծախսել։ Ձեզանից շատ ժամանակ չի գնում։ Այո, դրանք բավական շատ ժամանակ են ինձանից ստանում։ Նույնիսկ լինում են պահեր, երբ հոգնում եմ այդ ամենից։ Մի քանի օրով հանգստանում եմ սոցցանցերից։ Բայց եթե ուզում ես մի բանի հասնել ու դրա դիմաց ինչ-որ բան ստանալ, պետք է որոշ բաներ զոհաբերես։ Դա նորմալ է, որովհետև երբ դրա պատասխանը ստանում ես, հասկանում ես, որ իզուր չես ուժ ու եռանդ ներդրել։ Հանրությունը շատ է սիրում, երբ երեքով տատիկը, մայրիկը և դուք միասին եք հանդես գալիս սոցիալական էջերում։ Այո, մենք դա զգում ենք և փորձում ենք ավելի շատ հոլովակներ միասին նկարահանել։ Մեզ էլ է հաճելի երեքով ներկայանալ։ Մեր օրերում միշտ չէ, որ կտեսնես նման եռյակների համացանցում։ Կարելի է ասել, որ դուք ծնվել եք և ավանդական արժեքների կրող և ժամանակակից ընտանիքում։ Հենց այդպես էլ կա։
Ինչ աչք եմ բացել, ընտանիքումս տեսել եմ սերունդների երկխոսություն։ Այդ յուրահատուկ կապը մեծ տեղ ու դեր ունի իմ կյանքում, անկեղծացել էր պարուհին։ Սոֆի, մի ժամանակ ակտիվ կերպով խոսում էիք անձնական կյանքի մասին, անգամ կիսվում էիք սիրելիի հետ լուսանկարներով, իսկ հիմա անձնական թեման ինձ համար փակ է բոլոր առումներով։ Այսինքն, չեք էլ ասի ձեր սիրտը զբաղված է թե ոչ։ Իսկապես փակ է այդ թեման։ Ինչու՞, որովհետև կողքից շատ մեկնաբանություններ եղան, թե ուղղակի կյանքի այս փուլում նախընտրում եք անձնականը փակ պահել։ Կյանքում գալիս է մի շրջան, որ հասկանում ես, դա փակ թեմա է։ Պետք չի, որ մարդիկ անցնեն այդ գիծը։ Այսինքն, անձնական կյանքը թողել եք երկրորդ պլանում, նշանդրեք ամուսնության չսպասենք։ Չեմ կարող այդպիսի բան ասել։ Առաջին պլանում, թե երկրորդ, բայց այս պահին պլաններումս չկա ամուսնություն, չնայած ես շատ անկանխատեսելի մարդ եմ, և ինչ-որ փուլում գուցե շատ հանկարծակի դա տեղի ունենա։ Եվ վերջում, ինչ խորհուրդ կտաք մեր երիտասարդությանը։ Այն պահին, երբ որոշեն ինչ-որ բան սկսել, և եթե հանկարծ դա չստացվի, ինչ-որ բան չգնա այնպես, ինչպես իրենք են նախատեսել, թող չհանձնվեն։ Այն պահից, երբ նրանք որոշել են, որ պետք է գործեն, արդեն իսկ հաղթած են։ Ուղղակի պետք է ավելի շատ ուժ ու եռան ներդնել աշխատանքի մեջ։ Երբ քեզ համար ցավոտ է լինում, դրանից հետո է գալիս հաջողությունը։ Իսկ երբ դու քո կոմֆորտ զոնայի մեջ ես, չես կարող հաջողության հասնել։ Պետք է դուրս գալ այդ զոնայից, պետք է քեզ մի քիչ նեղություն տաս ու ամեն բան կստացվի, անկեղծացել էր Սոֆի Դևոյանը։ Տատիկը գիտի, թե որքան շատ դժվարությունների են բախվում պարուհիները։ Ձեզ չի փորձել ետ պահել այդ ոլորտից։ Ոչ, նա ինձ էլ է պատմել, թե ինչ խոչընդոտների է հանդիպել իր երկարամյա կարիերայի ընթացքում, թե ինչպես են նախանձողները կանգնել նրա ճանապարհին և հակառակը, բարի մարդիկ ուժ տվել նրան։ Այդքանով հանդերձ նա շատ ուրախ է, որ ընտրել եմ հենց այս ասպարեզը, քանի որ իր գործն էլ շարունակող կլինի։ Տատիկս միայն խրախուսում է ինձ, փորձում է ամեն ինչ անել, որ ես ավելիին ձգտեմ ու հասնեմ դրանց։ Սոֆի, իսկ ձեզ ո՞ր ժանրում եք պատկերացնում որպես պարուհի, և որքանով է պարտավորեցնող պարարվեստի ասպարեզում նման մեծ ավանդի տեր-տատիկ ունենալը։ Մեր պարի ստուդիայում ամեն ժանրի մեջ էլ մեզ փորձում ենք։ Ես իմ ապագան էլ այդպես եմ պատկերացնում, տարբեր ժանրերում, քանի որ ճիշտ նկատեցիք, ես իմ առջև ունեմ նրան, մեծ ու հաջողակ օրինակ։ Ամեն ինչ անելու եմ նրա պատիվը բարձր պահելու համար և իհարկե կատարելագործվելու համար, իր հարցազրույցներից մեկի ընթացքում անկեղծացել էր Սոֆի Դևոյան կրտսերը, իսկ Star News-ն այս տեսանյութի համար առանձնացրել էր այսքանը։